հասկանալի է։ Ուր է Գուգոն։ Գուգոն Արմանն ասեց, որ պահեստ իշնի։ Արման, պահեստ չի դե Գուգոն։ Չէ, իրանից բան է ուզել, ստիպված ես գնացի վերից։ Չհասկացա, բա ինքն ուր է։ Ստելայի գալու ժամն է։ Չէ, ինքը գտնվի։ Դե ու պիտի կորի։ Մի րոպե։ Ուր է իր ապեր։ Անձնական գործերով։ Արտը կանարմար հարցեր ես տալիս։ Գնա գործի։ Մի վարքան, Գուգոյին չես տեսել։ Չէ, չեմ տեսել։ Հա, վերջին անգամ պահեստի կողմ էր գնում։ Ես գնամ Գուգոյի հետևից։ Սպասի։ Լանչի ժամն է սրահը լցվելու է, ապերն եմ մենակ չի ձգի։ Գուգոն դու ես ապեր։ Դու էլ երևի ապոյի ասած մարդ։ Հələ դու տենամ ինչ ավակել է սպեկուլանտը։ Հա, Մարզան։ Այս փողը տուր իրան։ Ասային կես փողն է կտամ այն ժամանակ, երբ որ իրա խոստացածը կբերի։ Բայց տենց չեղավ, ապոն չէր ասել, որ կեսն ես տալու։ Ապոն երևի շատ բան չի ասել քեզ։ Այսինքն։ Ու գիտես այս ապրանքը որտեղից է։ Հա, իր ախպերն է ներմուծում Հայաստան, ինքն էլ ազատ ժամանակ ծախում է։ Այս փողն էլ իր հիվանդ կնոջ համար է։ Դրանք ասես խոստացածը լրիվ բերի, փողը լրիվ կտամ։ Տենց չեղավ, ուրեմն չեմ ծախում։ Կապուչինո կոկոսի կաթով եւ ներեցեք։ Հա, այդքան է։ Լավ, շնորհակալություն։ Այստեղ չի։ Ստելա ինչի տա պետք։ Մեկը գիտես, որ աղբերդ չի թողնելու հետը շփվես։ Հենց աղբորիցս ազատվելու համար է պետք։ Ինչի աղբորիցդ ազատվելու համար հենց ինքը պետք, այլ ոչ օրինակ մեր կուրսի դավոն։ Որովհետև մեր կուրսի դավոն հենց աղբորից հետ մի անգամ խոսած սկսեց ինձանից հեռու պահել իրան։ Վախեցավ։ Բոլորն են տենց, աղբորիցն ինձ վախեցնում, որ ինձանից փախնում են։ Այս մեկը ուրիշ է։ Գուգոն աղբորից հետ շատ ահավոր հանդիպումից հետո հաջորդ օրը եկավ համալսարան։ Հասկանում ես, այդ ինչ է նշանակում։ Սա շանս է աղբորից կապանքներից ազատվելու։ Չգիտեմ։ Ստացվում է, որ դու Գուգոյին չես հավանում, այլ ուղղակի օգտագործում ես։ Ինչ կոպիտ ես արտահայտվում։ Գուգոն ինձ պետք է ժամանակավոր, որ աղբերս գոնե մի անգամ հասկանա, որ իմ կյանքում էլ կարա տղա լինի։ Բա որ աղբերդ սպանի այդ տղուն։ Դե լավ, չափազանցնում ես։ Շատ մի թեթև վնասի։ Երկու հատ լատե։ Չեղավ։ Լատե երկու հատ։ Ես թվաց ուրիշ բան ասեցի։ Կապուչինոն էլ արագացրու։ Ախպեր, Հուգոն չեկավ։ Չէ։ Լատեն արագացրու։ Դե որ Արտակը հարցնի, ես պահեստ եմ։
արա։ Էй գալո։ Յարտա կնգաս քեզ աման գալի, արա, Google արա։ Մենակ արտակը, Դե ես էլ։ բայն ապերը։ Անեն ծապերն էլ հա որ հետդ կապվել էր էլի։ Չէ, բայց դե Բայց դե ինչ Ախ շաշ։ Արա այդ ինչ փողը։ իմը չի։ Բա որ քոնը չի ինչի մար այդ փողը, արա, քչել ես։ Չէ, գալո։ Բա որ չես քչել այդ փողը քեզ որտեղից, թելոյի սարևով եմ երթվում, եթե եմի ճիշտը չես ասել, ձեռից չես պրծնելու, արա։ Հանգստացի։ Արտակին չես պատմի։ Չէ, չեմ պատմի, ասա։ Ապրանքը աղբեր է սա բերում։ Վաճառելու տեղ չկա, ես այս ստիպված հետս բերում եմ ստեղ։ Հաճախորդներ են գալիս, ստանում վաճառում եմ։ Ապեր, բա ինչի ես թաքուն ծախում։ Եթե ես արտակին կամ տնօրենին ասեմ, ինձ միանգամից կհեռացնեն, որ իմանան գործի ժամին ինչ որ ապրանք են վաճառում։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ ասես։ Տենց ավելի ճիշտ է։ Ապեր, ավելի լավ է ես չտանեմ, դու տար։ Կամ էլ արտակին ասենք նոր կտանեմ։ Լավ, դու ճիշտ ես։ Ես գլուխս լրիվ կորցրել եմ։ Ինչից ես կորցրել։ Կինս հիվանդ է։ Այս գումարը սաղ բուժման վրա է գնում։ Այդ կարգի։ Հա, բայց ոչինչ, ես մի բան կմտածեմ։ Ապեր, դե որ արտակը չգիտի։ Արտակը եթե իմանա ինձ միանգամից կազատի։ Խոսք տուր որ ոչ մեկին ոչ մի բան չես ասի։ Չնայած կուզեի որ դու էլ գումար աշխատես, դրա մեջ ինչ կա, իմ ապրանքն է վաճառում եմ։ Լավ։ Կտանեմ։ Ապրես։ Ես կզանգեմ, կասեմ կգա, անպայման գումարը կհաշվես, հետո նոր ապրանքը կտաս։ Հասկացա։ Գուգո կգաս կաշխատես անենց, իբր ոչ մի բան չի եղել, եթե հանկարծ ինչ-որ մեկ ինչ-որ մի բան իմացավ։ Ապեր, հասկացա։ Գնա աշխատ։ Էն էլ այդ մարդը փողի կեսը տվեց։ Կարո ջան, հիմա ես կես փող ես, բա ես իմ փայը ոնց վերցնեմ։ Ապերն ասեց, որ իր կնոջ վիրահատության համար է։ Արա, ես չեմ հասկանում, հիմա այդ ապրանքը որտեղից վերցրեց։ Սենյակում պահած էր։ Ախր Google ջանն չի հմարես դու մտնեմ sense թեմաների մեջ։ Դա քեզ պետք է։ Կարո ջան, դե 2 կոպեկ ավել փող է, էլի։ Բա փողը, բա մեզ պետք է, բա։ Հա կյանքիդ մեռնեմ, պետք է, բայց sense չէ էլի։ Ընդհանրապես, ես չեմ հավատում, որ դա ապոյի աղբերն է բերում։ Դե հո չեր խափի։ Ինչ իմանաս։ Հիմի տեղ ինչքան գումար կա։ Ասեց կեսնա։ Լավ։ Հիմի դու այդ գումարները տարտուր ապոյին։ Ընդհանրապես ոչ մեկի հետ բան չքննարկես։ Միջև ես պարզեմ տենամ որը որից հետո է։ Հասկացար Google։ Հասկացա։ Հա, արա։ Քեզ տեսքի բերեն, Ստելան եկել։ Ստելա, արի գնանք, երևի այսօր չի աշխատում։ Ձեզ ամեն ինչ դուր եկավ։ Այո, ամեն ինչ։ Ձեզ մոտ նոր մատուցող կար, Գուգո անունով։ Այսօր չի աշխատում։ Աշխատում է, հիմա սրահում չի։ Իսկ երբ կգա։ Հավատացեք ինձ էլ է շատ հետաքրքիր։
Եկավ, ստացվեց։ Եկավ, հեսա Ստելլայից հետ խոսեմ, կգամ կասեմ։ Ինձ հիմա կգասի։ Ասում եմ ահա գինը թեթևացավ, չէ։ Հա, միշտ սենց է։ Մտածում եմ, որ սենց թեթև ալնեմ, գոնե են խեղ ճապեր էլի շուտ գնատուն։ Խենց աղբերը։ Դե գնատուն հիվանդ կին ունի էլի, կողքին լինի։ Հիվանդ կին, եղբեր ապրեսկի կատու չունի։ Ոնց։ Ապերը ամուսնացած չի։ Չէ, մենակ է ապրում իշկի։ Դու դա հաստատ գիտես, բարմեն։ Հա, եղել եմ իր տանը։ Մասիվի հանրակացարաններից մեկում տուն ա վարձել։ 2 օր մնալու տեղ էր պետք։ Իրա մոտ մնացի, դե իհարկե փողով էլի։ Այսինքն բավականին լավ ես ճանաչում, էլի։ Հա, Իսկ աղբեր ունի աղբեր։ չէ, ինչ աղբեր, ոչ մեկ էլ չունի։ Ստեղ կեսն է։ Ոնց կեսնա։ Ինչի։ Դե այդ մարդը կեսը տվեց։ Ասեց իրան ինչ-որ բան ես խոստացել, մինչև չտաս մյուս կեսը չի տա։ Ես իրան ոչ մի բան չեմ խոստացել։ Ապեր ջան, դուք զանգեք իրար հետ ձեր հարցերը պարզեք։ Այդ որոշել ես քո փայը վերցնես։ Ապեր ես այդ փողին ձեր չեմ տվել։ Տեղից էլ կեսն էր։ Ես էլ ոնց վերցնեի։ Տես է, ինչ խղճով տղա ես։ Ապեր, եսը տեղից փող չեմ վերցրել։ Գիտես քանիսին եմ քո նման հանդիպել։ Ես չհասկացա, ուրիշ ձև ես խոսում։ Բա ոնց խոսամ քո նմանի հետ։ Ապեր, քեզ քանի անգամ ասեմ, ես այդ փողին ձեր չեմ տվել։ Այդ մարդը կեսը տվեց։ Հիմա կիմանանք։ Իմացի։ Վազգեն, ինչ ես փողի կեսը ուղարկել։ Հա, լրիվ չի։ Լավ։ Այդ մտածում ես չեմ ճշտելու։ Այդ Վազգենն է քեզ խափում, ոչ թե ես։ Կամ սաղ փողը կտաս, կամ էլ ապրանքս։ Հանգստացի այդ ապրանքը Վազգենդ տարել է։ Ուրեմն փողը կտաս։ Ապեր դու չես հասկանում։ Ասում եմ փող չկա մոտս, ոնց բացատրեմ։ Ուրեմն կճարես կտաս, ինչ չի հետաքրքրում։ Այս պայից սկսած դու ինձ պարտք ես։ Ուրեմն լսի քեզ ուշադիր ինչ եմ ասեմ, ապեր։ Գուգուն քեզ ընդհանրապես ոչ մի բան էլ պարտ չի, սկացար դու ինձ։ Գարո դու իրան ասա, որ ես այդ փողից չեմ վերցրել։ Ոչ մեկին ասելու կարիքը չկա, ամեն ինչ պարզ է։ Արտակ, ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Քո փոխարեն արդեն ամեն ինչ բացատրել են։ Գոհ եղի, որ ուղակի ազատում ենք աշխատանքից։ Փողը տուր։ Այս սրճարանի գումարն է։ Ադե Գուգո հասկացանք այդքան մի նեղվի բա։ Գարո, բայց ես ոնց դրան հավատացի, հա։ Տղեկ ես գնացի։ Հաջող։ Արման։ Հա։ Դու տեղակ ես որ են ապուն։ Կաֆեից բանմանա գողանեմ տանեմ ծախումա։ Մի անգամ բռնասրել եմ խմիչքի վրա, բայց ասեց որ էլ չի անի։